ինչ շաբաթվա լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել, որից մեկը մեզ համար իսկապես ուրախալի լուր էր։ Սրբազան հոր ազատ արձակումը, այն էլ անհապաղ ազատ արձակման որոշումը, որը շատ հաճելի էր լսել։ Բայց մենք ունենք պատերազմական վիճակ եւ որին արդեն Իսրայելա, Ամերիկա, իրանական ռազմական բախումների մեջ փորձում է քիթը մտցնել Ադրբեջանը, իսկ մեր կուկուռուզ ուտող տղերքը պիտի հասկանանք ինչքանով են պատրաստ ամեն ինչին, իդեպ մենք միջազգային մամուլին երբ հետևում ենք հարգելիներս, շատ այսպես համարյա ամեն 10-րդ ինֆորմացիան ապաստարանից դուրս եկող մարդկանց մասին է, ապաստարանում թաքնված մարդկանց մասին է, ապաստարանի պայմանների մասին է։ Ես ամեն անգամ մտածում եմ, կհիշեք, մենք միշտ այդ նավսի մեջ ենք էլի եղել, փող հավաքելուց վատ օրվա համար, նկուղը սարքելուց վատ օրվա համար, ի վերջո մենք ինչքանով ենք պատրաստ, Աստված մի արասե, Թուրքիան ասենք ուղեղը թափի ու միանա եւ տա ցամաքային ճանապարհի հնարավորություն Ադրբեջանի միջոցով, որպեսզի մոտենան Իրանի եզրին, սահմանին։ Բայց ինչի Ադրբեջանի միջոցով, դա Ադրբեջանը մեր հարավային Արցախի հարավային հատվածը ամբողջությամբ, որ տիրապետում է այս բանը, Արցախի նվերը այսօրվա համար։ Այո, Արաքսի ամբողջ հովիտը անմիջապես կարող է թիրախավորել Իրանի այդ հատվածը, Արաքսի հովտի հատվածը։ Ես ուղղակի այս պատերազմին անդրադառնալով, ես դեռ չեմ խոսում այս ներքին պեռաշկի ուտողների մասին, ուղղակի պետք է արձանագրենք նաև, որ շատ հետաքրքիր հայտարարություն արեց այսօր նաև Հայաստանում Իրանի դեսպանատունը եւ անդրադարձավ Ադրբեջանի հայտարարություններին, ասելով, որ սա ադրբեջանական սադրանք էր իրականում, որ ձևակերպվեց, որ իրանական կողմը Նախիջևանին է հարվածել, բայց հետաքրքիր է, որ դրա մասին խոսեց հենց Հայաստանում Իրանի դեսպանը եւ արձանագրեց դա, բայց ինձ համար զավեշտալի էր Իրանի նախագահն էլ այնտեղից ասել էին, այո, փորձեն ներքաշվել պատերազմի մեջ, ուրեմն մենք կկրակենք անվարան, այսինքն սա նշանակում է, որ արդեն հասկացնում են այդ սադրանքների մեջ է ներքաշում Իրանը եւ բոլորս հասկանում ենք իսկապես Արցախը նվեր էր այսօրվա համար եւ այս լռությունը կամ Արցախի հանդեպ այս մեծ գայթակղությունները այս նպատակով էին իրականացվում, բայց խոսքը չշարունակիր, իրականում ժողովուրդը մենք պիտի հասկանանք, իրականում պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը շնորհակալություն էր հայտնում բոլոր այն երկրներին, որոնք իրեն աջակցել էին, այսինքն կարեկցել էին այդ իրադարձությունների մասով, այսինքն այդ Նախիջևանի դեպքերի հետ կապված եւ այնտեղ մենք տեսնում ենք մեր դրոշը, հասկանում ես, Նախիջևանի վրա կրակոցի համար իրեն աջակցած եւ իր երախտիկին արժանացած պետությունների մեջ նաեւ մենք էինք արգելներս։ Ընդ որում մինչև հիմա հայտնի չէ այդ կրակողը ինքն էր իր միջոցով այդպես սադրանք արել ձևակերպել, թե իսկապես Իրանից էր այդ կրակոցը։ Բայց վերադառնանք Հայաստան եւ տեսնենք, թե ինչ էր կատարվում այսօր մի շարք մարզերում, Արագածոտնի մարզում, ուրեմն առաջին սերիան Սանտա Բարբարայի սկսվում էր պերաշկի ուտելով, այնուհետև արագ տրանսֆորմացվում էր պերաշկին կուկուռուզի, եգիպտացորենի, իսկ այսօր շուջուխ, ընկույզի շուջուխ։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ ընկեր շուջուխը տենց չեն ուտում, ես չգիտեմ ինքը շուջուխ շիկեր է, գիտեք, ես ուղղակի ուզում եմ ցույց տալ, ներողություն, ես պիտի ցույց տեսեք, Նիկոլ Փաշինյան, շուջուխը թելի վրա շարում են, ես նաև հայրական կողմից արմատներով աշտարակից եմ, ես գիտեմ էլի ոնց են ուտում դա և նաև օգտագործում, կարող է շուջուխը լինել այսպիսին, դուք պետք է այսպես բռնեք, այսպես կտրեք և սենց ուտեք, եղբայր սենց չեմ բռնում շուջուխը, ես ինչ ձև է, լավ, են պերաշկին հասկանում եմ, շատ համահունչ էր իր այդ, գիտեք ինչի, որտև շուջուխը ամեն դեպքում մի քիչ ավելի էսթետիկ աղանդերը հասկանում ես, ես մարդը չգիտի ոնց ուտի շուջուխ, ինքը տենց, եթե շարը մի քիչ ավելի երկար լիներ, այսպես պիտի բռներ, էլի սենց բոյե, այդ շարը պիտի բռներ, ես ուզում եմ գոնե մի քիչ էթիկապես էլի ուտեք, գիտեք, այդ ամեն ինչը գրեհիկ է, այդ ամեն ինչը տգեղ է,
Հալան, հիշում Բայց գլուխը, կովի դուք գլուխը ուզում եք ոնց էր ցույց կերել։ տալ, որ դուք ժողովրդի ծոցից եք ելել, մեր ժողովրդի մի թերա գնահատեք, այդ քրտնած բաները մի արեք, տգեղա, զզվելի է։ Ես չգիտեմ ոնց եք դուք պատկերացնում այդ ամեն ինչը, բայց հավատացեք, որ շատ մարդիկ ավելի զզվելի վերաբերմունք են այդ ամեն ինչին ցուցաբերում, քան թե որ ասենք մի քանի ձեր նման անատամ ասեն, վախ, էս ինչ լավ է, դա շատ տգեղ է։ Դա շատ անդաստիրակ է, հասկանում եք։ Մենք չենք ուզում, որ մեր երկիրը մինչև հունիսի 7-ը գոնե տեսնենք ինչա, այս աստիճանի գրեհիկ ու անդաստիրակ լինի իր պաշտոնյաների մակարդակով։ Լավ, սուջուխը